Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի շարունակ չի բարեկարգվել եւ պատկանել է առաջինը երեխաներին հասարակական բարեգործական կազմակերպությանը հիմնադրամին, որը ճիշտ է պատկանել է նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը, տիկին Նանի Օսկանյանին եւ ըստ էության քրեական վարույթի շրջանակներում է, որ հաշտության արդյունքում համայնքի հետ 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին եւ մենք նաեւ ճշտել ենք արդեն մեր գործընկերներից, որ ներառված է սուբվենցիոն ծրագրում եւ առաջիկայում նույնիսկ ներկայացված է կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի ըստ էության եւ մեր հաշվարկներով մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս մասնաշենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում։ Ձեր թույլտվությամբ ուղղակի շարունակականություն ընդգծելու եւս մի եւ ուղղություններից եւս մեկի մասին խոսեմ, դա վերականգնված միջոցների միասնական հաշիվն է 2 տարի շարունակ աշխատանքի արդյունքում, պարոն վարչապետ, 2024 թվականի դեկտեմբերի 5-ին կառավարության նիստը հաստատեց վերականգնված միջոցների միասնական հաշվի գոյության փաստը եւ նշեմ, որ մինչ այսօր առավոտյան 9:30 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ գումար է արդեն մուտք արվել հաշվին, որը օգտագործվել է ֆինանսների նախարարության կողմից, դա եթե վերածենք ամերիկյան դոլարներին մոտավորապես 44 միլիոն 177 հազար ամերիկյան դոլար է։ Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել ֆինանսների նախարարությանը եւ կարճ անդրադառնամ նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պարոն վարչապետ վերջերս շատ քննարկեցին ու շատ շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք։ Ուղղակի ուզում եի նշել, որ այս պահին 152 հայցադիմում ունենք դատարանում եւ 5 հայցադիմումների վերաբերյալ ունենք կայացված դատական ակտեր, բայց դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այդ դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է, ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Նաեւ հիշեցնեմ, որ այս գործառույթի շրջանակներում 2023-24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել, որոնցով Հայաստանի Հանրապետությանը արդեն վերադարձվել է եւ ամրացվել է Հայաստանի Հանրապետությանը 7 անշարժ 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտքագրվել վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ 50.720 եվրո միայն այս լիազորության ուղղությամբ, պարոն վարչապետ, նշեմ, որ անշարժ գույքերի շուկայական արժեքը կրկին կադաստրային մոտարկված շուկայական արժեքը 4 միլիարդ 200 միլիոն դրամ է։ Նաև մեկ օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել մեկ բնակարանի եւ մեկ առանձնատան նկատմամբ 2025 թվականի ապրիլի 10-ին կառավարության որոշմամբ այս երկու գույքերը ամրացվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Գործընթացն ընթացքի մեջ է, շարունակական քայլերով շարժվում է առաջ, ապօրինի գույքի մասով միայն նշեմ, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի իհարկե հստակեցումների ենթարկվում է, արդեն գործընթացն ընթացքի մեջ է եւ կոնկրետ հայցերով լինում են իրավիճակներ, երբ մենք վերահաշվարկներ ենք անում կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ ենք կատարած լինում եւ նոր հայցեր ենք ներկայացնում դատարան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ տիկին Վարդապետյան, բայց ես այնուամենայնիվ հասկանում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ եւ ես ինչքան հասկանում եմ, որոշ դեպքեր կլինի, որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել, հետագայում այլ վերահաշվարկների եւ այլնի առումով, այդտեղ էլ մեծ խնդիր չկա, որովհետեւ դա իրավական գործընթաց է եւ ընդհանուրի մեջ էական տոկոս չի լինի, ել չեմ ասում այդ նոր կարգավորումը չի խոչընդոտ դառնա արդեն Սահմանադրական դատարանի սահմանած շրջանակում վերադառնալ այդ հարցին եւ արդեն պաշտոնավարման հետ
ուղիղ կապի ապացուցելիության պարագայում այդ նույն հարցերին անդրադառնալ։ Այսինքն շատ կարևոր է, որ համակարգը ըստ էության սահմանադրական դատանի որոշմամբ վերջնականապես կայացավ։ Եվ մենք գիտենք նաև, որ ինչ որ առումով դատարանները որոշակի սպասողականություն էլ ունեին կապված սահմանադրական դատանի որոշման հետ, որովհետև դա էլ հասկանալի է, հիմա ասենք դատավորները չէին ուզենա կայացնել որոշումներ, որոնք կարող էին սահմանադրական դատարանի որոշմամբ ըստ էության հակադրության մեջ մտնել, եւ հիմա համոզված եմ, որ սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շնորհակալություն, ճիշտ եք, պարոն վարչապետ, ես կանխատեսելի բառն էի ուզում ավելացնել, դուք խոսքի վերջում նշեցիք, սա կանխատեսելիության կարևոր ուղենիշ է մեզ համար, այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում, որովհետեւ ի սկզբանե էլ որոշակի տրամաբանություն է եղել հանցագործության հետ չփոխկապակցված հայցեր չներկայացնելու, նաև գիտեք, որ օպերատիվ հետախուզական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունն է հիմք, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը սկսի ուսումնասիրություն իրականացնել, այս առումով նույն process-ը անցել ենք նաև համայնքային շահերի հետ կապված, ուղղակի այնտեղ Վճռաբեկ դատարանը խաղի կանոնները սահմանեց, պարոն վարչապետ, դրանից հետո մենք համայնքային շահով սկսեցինք ավելի հստակ եւ դատարանների կողմից կանխատեսելի եւ ընդունելի հայցեր ներկայացնել, նույն process-ը այստեղ է հենց հիմա տեղի ունենում եւ այսա նորմալ աշխատանքային գործընթաց է։ Ես նշեցի, որ մենք էլ կա վճիռներ, որոնց հետ համաձայն չենք ու բողոքարկում ենք։ Կան գործեր, որոնցով եւ մենք եւ պատասխանող կողմը, օրինակ Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որովհետեւ մենք մեր մասով, նրանք իրենց մասով համաձայն չեն դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների հետ, նաեւ մենք որոշ դեպքերում ակնկալում ենք, որ բարձր դատարանը, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը եւս կսահմանի իրավական որոշակիության շրջանակներ, որպեսզի մենք հետագայում Հայաստանի Հանրապետության համար խնդիրներ չստեղծենք սեփականության իրավունքի մասով։